մառախուղ, քարե փողոցներ և մի տաճար, որի զանգերը հնչում են դարերի միջով։ Այդ քաղաքում ծնվեց մի մարդ, ով պիտի դառնար մի ամբողջ դարաշրջան։ Եթե կա մի անուն, որը մարմնավորում է ֆրանսիական գրականության հզորությունն ու դրամատիզմը, ապա դա Վիկտոր Հյուգոն է։ Վիկտոր Հյուգո, մարդ, որ խոսեց մարդկության անունից։ Նրա հայրը Նապոլեոնի բանակի գեներալ էր, իսկ մայրը միապետական հայացքներ ունեցող կին։ Այս հակասական քաղաքական միջավայրը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ Հյուգոյի մտածողության վրա։ Դեռ պատանի տարիքում նա ասել է. «Ես կամ մեծ գրող կլինեմ, կամ ոչինչ»։ Նա դարձավ ավելին, քան մեծ գրող։ Հյուգոն ընդամենը 20 տարեկանում արդեն ճանաչված բանաստեղծ էր, սակայն իսկական համբավը նրան բերեց Փարիզի Աստվածամոր տաճարը վեպը։ Հյուգոն ոչ միայն գրող էր, այլև ակտիվ քաղաքական գործիչ։ Երբ Նապոլեոն III-ը պետական հեղաշրջում իրականացրեց, Հյուգոն կտրուկ ընդդիմացավ։ Արդյունքում նա ստիպված եղավ լքել Ֆրանսիան և շուրջ 19 տարի ապրել աքսորում։ Հենց աքսորի տարիներին նա գրեց իր գլուխգործոցներից շատերը։ Ասում են, նա գրում էր կանգնած, հատուկ բարձր սեղանի մոտ, իսկ երբեմն նույնիսկ փակվում էր սենյակում, հագուստը հանձնարարելով թաքցնել, որպեսզի չկարողանա դուրս գալ մինչև գրելու ավարտը։ 1943 թվականին մահացավ նրա սիրելի դուստրը։ Այս կորուստը խորապես փոխեց Հյուգոյին։ Նրա ստեղծագործություններում սկսեցին գերակշռել մահվան, հավերժության և հոգևոր վերածննդի թեմաները։ Այս ցավը կարելի է զգալ հատկապես նրա պոեզիայում։ 1970 թվականին Նապոլեոն III-ի անկումից հետո Հյուգոն վերադարձավ Ֆրանսիա, որպես ազգային հերոս։ Երբ նա մահացավ, նրա հուղարկավորությանը մասնակցեց ավելի քան 2 միլիոն մարդ։ Նրան հուղարկավորեցին Փարիզի Պանթեոնում, Ֆրանսիայի մեծագույն գործիչների կողքին։ Այսօր Հյուգոյի անունով են կոչվում փողոցներ, դպրոցներ, թատրոններ ամբողջ աշխարհում։ Վիկտոր Հյուգոն ապացուցեց, որ գրականությունը կարող է փոխել հասարակությունը։ Նրա գրքերը պարզապես պատմություններ չեն, դրանք պայքար են անարդարության դեմ, հույս խավարում և հավատ մարդու ներքին լույսի նկատմամբ։